Ողջույն բարեկամներ, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում, այսօր միասին պատրաստում ենք շատ համեղ, անմահական հայկական ավանդական տոլմա, բայց այս անգամ հավի մսով։ Քանի որ պատրաստում ենք միայն հավի մսով, բաղադրատոմսը համարվում է բյուջետային, նման շքեղություն ստանալու համար շատ գումար հարկավոր չէ։ Թե ինչպես անել, որ եփելիս փրփուր չառաջանա եւ արդյունքում ստացվի փափուկ, փայլուն, հյութալի տոլմա, տեսանյութը դիտեք մինչև վերջ, կան գաղտնիքներ, որ պետք է իմանալ։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է 1.5 կգ հավի փափկամիս, 1 մեծ գլուխ սող, բրինձ, աջիկա, առատ կանաչի եւ համեմունքներ։ Տոլմայի միջուկը փափուկ լինելու համար վերցնում ենք 0.5 կգ հավի կրծքամիս եւ 1 կգ ազդրամիս։ Նախ անում ենք մի գործողություն, որը պարտադիր է տոլմա պատրաստելու համար, դա կլինի հավի մսով, թե տավարի մսով, ոչ մի տարբերություն։ Սառը ջրով պատրաստում ենք աղաջուր եւ միսը դնում ենք մեջը, թողնում ենք մոտ կես ժամ։ Այսպես մսից ավելորդ արյունը դուրս է գալիս եւ եփելու ընթացքում տոլմայի երեսին քափ չի գոյանում։ Արդյունքում ստացվում է փայլուն տերևներով տոլմա, փորձեք միշտ աշխատող միջոց է։ Այդ ընթացքում ժամանակ չենք կորցնում, նախապատրաստում ենք մնացած բաղադրիչները։ Մանրացնում ենք 1 կապ համեմ, որքան կանաչին առատ, այնքան տոլման ավելի համեղ է ստացվում, կարելի է ավելացնել խառը կանաչիներ, ըստ ցանկության։ 1 գլուխ սոխը բաժանում ենք մի քանի մասի, որպեսզի հեշտ լինի անցկացնել մսաղացով։ Տոլմա պատրաստելու ժամանակ 1 կգ մսի համար նախատեսված է 170 գ կլոր բրինձ, ըստ այդմ կարող եք կողմնորոշվել։ 1.5 կգ մսի համար ես կվերցնեմ 240 գ կլոր բրինձ։ Միայն հավի կրծքամսով պատրաստված տոլման բավականին չոր կլինի եւ հարկ կլինի խճողակի հետ կարագ խառնել, այդ պատճառով վերցնում ենք երկու տեսակի միս, եւ ազդրամիս եւ կրծքամիս։ Միսը հանում ենք աղաջրից, ցողում ենք սառը ջրով, մանրացնում ենք եւ 1 գլուխ սոխի հետ միասին անց ենք կացնում մսաղացով։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ եւ հետաքրքիր բաղադրատոմսեր։ Քանի որ այսօր մարտի 8-ն է, շնորհավորում եմ բոլորիդ մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ։ Ցանկանում եմ սեր, երջանկություն, բարօրություն եւ խաղաղություն։ Մսի վրա ավելացնում ենք կանաչին, բրինձը եւ 2 ճաշի գթալ աջիկա։ Բարեկամներ, այս աջիկայի մեջ չկա քացախ, շաքարավազ եւ ձետ, այն ունիվերսալ է, կարելի է օգտագործել գրեթե բոլոր ուտեստների մեջ, համը նման է կարմիր պղպեղով պատրաստված մածուկի համին, իսկ բաղադրատոմսը կգտնեք իմ ալիքում։ Ավելացնում ենք 1-1.5 ճաշի գթալ չորացրած ծիտրոն, աղ, սև եւ կարմիր պղպեղներ եւ մի լավ խառնում ենք, խճողակը պատրաստ է։ Որպեսզի համերը միախառնվեն եւ համեմունքների բույրը բացվի, թողնում ենք մոտ 20 րոպե, այնուհետև փաթաթում ենք։ Ամռանը ես միշտ պահեստավորում եմ խաղողի տերև տոլմա փաթաթելու համար, հիմա միասին տեսնենք, թե ինչպես է պահպանվել։ Թե ինչպես պահեստավորել խաղողի տերևը ձմռան համար, ես առանձին տեսանյութ ունեմ նկարած, կարող եք դիտել, տեսանյութի հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Տեսեք, թե ինչ առողջ տերևներ են, ծայրերը ընդհանրապես չեն վնասվել, շշի մեջ այսպես կարելի է պահել անգամ 2 տարի։ Իսկ դուք ինչպես եք պահեստավորում խաղողի տերևները ձմռան համար, շատ հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում։ Տերևները բացում ենք եւ լվանում ենք եռման ջրով։ Սիրելիներս, իմ ալիքում կարող եք գտնել հայկական ավանդական տոլմայի պատրաստման մի շարք բաղադրատոմսեր, կաղամբով, թփով եւ պասուց տոլմաներ։ Բաղադրատոմսերի հղումները կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Եռման ջրով լավ լվանալուց հետո սկսում ենք փաթաթել։ Յուրաքանչյուր տերևի վրա մի փոքր խճողակ ենք դնում, ծայրերը վրա ենք բերում եւ դեպի մեզ սեղմելով արագ-արագ փաթաթում ենք։ 1.5 կգ միսը փաթաթելու համար ձեզանից կպահանջվի ընդամենը 20 րոպե։ Եթե ուտողը նախապես չիմանա, թե ինչ մսով է պատրաստված այս տոլման, երբեք էլ չի հասկանա, քանի որ այս տոլմայից հավի մսի հոտ չի գալիս։ Դրա համար միսը նախքան օգտագործելը պարտադիր դրեք աղաջրի մեջ։ Աշխատում ենք փաթաթել համաչափ, որպեսզի գեղեցիկ լինի, տեսքը նույնպես կարևոր է։ Կաթսայի մեջ մի քանի հատ տերև ենք դնում, որպեսզի եփելու ընթացքում տակը չկպչի եւ շարում ենք տոլման։
Լցնում ենք սառը ջուր, վրան շրջում ենք ափսե և դնում ենք ցածր կրակի վրա, եփում ենք մոտ 45 րոպե մինչև պատրաստ լինելը։ Համեմում ենք աղով, ավելացնում ենք մի քանի կտոր կարագ և 2 ճաշի գդալ ձեթ, որպեսզի տոլման գեղեցիկ փայլ ունենա։ Հայկական ավանդական տոլման մատուցում ենք սխտոր մածունով և թարմ կիտրոնով։ Իսկ հիմա տեսեք, սիրելիներս, որ եփելու ընթացքում տոլմայի երեսին փրփուր չի գոյացել։ Հավի մսով տոլման փորձեք պատրաստել հենց այս բաղադրատոմսով և մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով։ Այսօր էլ հավի մսով տոլմայի մատչելի և շատ համեղ բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։